եւ դպրոց են սարքում, դա ընդամենը մեկ նպատակ ունի։ Իրենց գռդոնը անում են բոլոր դեպքերում։ Նու ինչի թվում թե մեր շրջանները այդպիսի լուրջ խնդրեմ ունեն, որովհետեւ սահմանամերձ շրջաներ մենք չունենք, պետք էր ավելի լավ վիճակ լիներ, բայց ցավոք այդ վիճակը չունենք, այսինքն այս մարդիկ համակարգային վնաս են տվել մեր պետությանը, եթե լոռին ունենալով ամեն ինչ ունի այդպիսի անկում, ես չեմ պատկերացնում հենց հասանք Գյումրի, ինչ պատկեր ենք այնտեղ տեսնելու, որովհետև գոնե այստեղ ապրելը նույնիսկ հաճույք է լոռիում ապրել, Վանաձորի բնությունը, Ալավերդի բնությունը, Ստեփանավանի բնությունը, նու մի քիչ Սպիտակն ու Տաշիրը այդ հարցում մի քիչ տուժված ենք, բայց գոնե 3 շրջանները կարող են պարսենալ իր բնական աշխարհով, որը կարող է իրոք զարգացնել մեր շրջանները, չնայած թե Սպիտակում, թե Տաշիրում գյուղական վայրերը նույնպես ունեն շատ լավ բնություն, բայց քաղաքները այդքան լավ չեն, ինձ թվում է։ Բայց բացի տուրիզմից մենք շատ լուրջ նայում ենք, ուսումնասիրում ենք Վանաձորի կորցրած արտադրական պոտենցիալները վերականգնելու համար։ Գլխավորը մենք պետք է ապահովենք աշխատատեղեր։ Գլխավորը կանանց համար պետք է ապահովենք աշխատատեղեր, որովհետև տղամարդիկ մի կերպ գլուխները կպահեն, աշխատանք գտնեն, լավ աշխատանք, վատ աշխատանք, լավ վարձատրվող, վատ վարձատրվող, բայց կանանց համար դա դուք էլ գիտեք լուրջ խնդրեմ է, այդ խնդիրը Տաշիրում մենք ամբողջությամբ լուծել ենք, Վանաձորում էլ պետք է մեծացնենք, ուժեղացնենք, բայց գլխավորը մենք ունենք ձեզ հետ շատ լավ զարգացման պոտենցիալ, քանի որ շատ մոտ ենք կանգնած թե Վրաստանին, թե Ռուսաստանի ճանապարհին, այսինքն մեր շրջաները ինչ արտադրեն, ավելի արագ կհասցնենք տեղ, քան ասենք Սյունիքից կամ մյուս շրջաներից։ Այդ առավելությունը իրոք մենք ունենք, բայց այդ առավելությունը ցավոք սրտի ոչ ոք չի օգտագործել։ Մենք ձեզ հետ պետք է օգտագործենք։ Այսօր, որպեսզի մեզ մոտ ստացվի լավ հանդիպում, հետաքրքիր հանդիպում, ես կուզենայի ձեզանից լսեի մեր շրջաների գլխավոր խնդիրները, ու Տաշիրինը ես գիտեմ, Տաշիրցի կարող են նույնիսկ մի քիչ пассив լինել, եթե կան։ Մնացածը ինչ շատ է հետաքրքիր, ինչ հարցեր, ինչ խնդիրներ կա, որ մենք արագ փորձենք դրանց լուծում տալ, իհարկե ձեր օգնությամբ ճիշտ ընտրություն կատարելուց հետո մի երկու բառ ասեմ ընտրության մասով, լոռի ընտրությունները ինձ համար ոչ թե թվեր են, այլ էմոցիաներ։ Դրա համար դուք տրամադրվեք դրան, մենք լոռիում ունենալու ենք լուրջ հաղթանակ, բացարձակ հաղթանակ, ջախջախիչ հաղթանակ, որ ցույց տանք, որ լոռվա ժողովուրդը, լոռվա տղեկը, ես դուք երևի հիշում եք, որ ասի Փաշինյանը, եթե մտքին կա հայտարարի 10-րդ հանրապետությունը, թող մտածի, որ լոռին մենք ոչ մեկի չենք տալու։ Լոռի համար մենք պայքարելու ենք։ Բայց իրոք այսօր ես ուզում եմ անկեղծ բոլոր մտահոգող հարցերը բարձրացնեք, մենք այդ հարցերին լուծում տալու ենք, բոլոր դեպքերում տալու ենք, բայց ճիշտ կլինի, որ պետության հնարավորությունները մեզ օգնեն։ Իսկ դա հնարավոր է միայն, եթե
20-25 օր մնացել, բոլորս ակտիվ, անկոտրում, ամենակարևորը չվախենակ սրանց վախի մթնոլորտից, արդեն իրենք են վախենում իրենց ստեղծած վախի մթնոլորտից, քայլեր են անում, ինչ անում են իրենց վնաս է տալիս, դրա համար դուք պինդ եղեք, չարի վերջը կա, մենք ձեզ հետ միասին չարի վերջը տալու ենք։ Ալիևի մարզպետին բարով խերով ճանապարհելու ենք, Ալիևի փճած փուճիկը միասին տրակացնելու ենք ու սկսելու ենք կառուցել շատ լավ երկիր, ոչ մեկը չկասկածեք, դրա ձևը մենք գիտենք, դրա համար հանգիստ կարող եք պայքարել։ Ես երբ որ Ռուսաստանում եմ, ասում եմ ես հայաստանցի եմ, հայ եմ։ Երբ Հայաստանում եմ, մենք ասում ենք մենք լոռեցի ենք։ Երբ լոռիում ենք, ասում ենք մենք տաշիրեցի ենք, այսինքն մեր հայրենիքը գնում է դեպի մեր տուն։ Գիտեք, որ մեր այս ամբողջ պայքարը հայրենիքի համար է, դրա համար պայքարելու ենք, հաղթելու ենք, մի վարքյան չկասկածեք, բայց դրա համար ձեզանից ակտիվություն է պետք, չհանգստանաք, որովհետև մեր հակառակորդները շատ նենգ են, գիտեք ինչ են անում, բայց մենք չենք վախենում, դուք էլ չվախենաք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։